Մեկ քայլ առաջ եւ տարածաշրջանը մոխրի կվերածվի Իրանի սպառնալիքը Ամերիկա-իսրայելյան նկրտումներին, ինչ դիրքորոշում եւ դիրքավորում ունեն Մոսկվան եւ Պեկինը։ Թրամփը իրանցի բանակցողներին տարբեր եւ տարօրինակ է անվանել, Պակիստանն էլ լույս սփռել բանակցությունների ընթացքի վրա, ԱՄՆ-ն եւ Իրանը դրանք անուղղակի են բարում միջնորդավորված հաղորդագրություններ փոխանակելով Պակիստանի միջոցով։ Ինչ կլինի, եթե պտտեցնենք վերադարձի թափանիվը, Փաշինյանի կանխատեսումը եւ առաջարկը արցախցիներին խաղաղվել եւ տնավորվել։ Ովքեր են հակակոռուպցիոնի թիրախում եւ ով կամ ինչն է կաշկանդում, որ ընտրողաբար գործեր չհարուցվեն բուռն քննարկում խորհրդարանում կոռուպցիայի հանձնաժողովի անդամի ընտրությանը։ Ինչ է անում Հայաստանը թվային տվյալների անվտանգությունը ապահովելու համար, երբ մերձավոր Արևելքում պատերազմ է։ Վերադարձի ենթակա չէ գրառում, որ խախտում է սպառողի իրավունքները, ինչպես հարկային դաշտ բերել օնլայն շոպերը եւ պաշտպանել սպառողներին։ Ովքեր են տարվա լավագույն երգիչն ու երգչուհին, որն է լավագույն երգը, որ սրտեր է գրավել, Երևանը սպասում է Խազեր մրցանակաբաշխությանը։ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը 20 տարեկան է, հոբելենական գալահամերգը ապրիլին չինացի վիրտուոզ դաշնակահար Լանգ-Լանգի մասնակցությամբ։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Մերձավոր Արևելքում ռազմական թեժ գործողությունները շարունակվում են, բանակցությունների մասին խոսակցություններին զուգահեռ Պենտագոնը մշակում է ռազմական տարբերակներ Իրանի հետ պատերազմում վերջնական հարված հասցնելու համար։ Ամերիկյան Axios-ն է գրում, տարբերակների թվում նշում ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ, Լարակ, Աբու Մուսա եւ այլ կղզիների գրավումը։ Միաժամանակ Թեհրանն է սպառնալիք հնչեցրել, եթե թեկուզ մեկ քայլ առաջ գան, կդառնան անխնա հարվածների թիրախ։ Մերձավոր Արևելքում եռացող պատերազմում ինչ դիրք են բռնել Մոսկվան եւ Պեկինը, Նաիրի Մուրադյանի ռեպորտաժում։ Չլիներ Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը, ըստ քաղաքագետների, Իրանը դժվար թե կարողանար դիմակայել ու գրեթե մեկ ամիս պատերազմեր Ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերի դեմ։ Լրատվամիջոցները ամերիկյան գրում են ինչ որ չինական ուռվական նավերի մասին ու հանկարծ ինչ որ այդ Իրանի մոտ հայտնվում են գեր ժամանակակից ինչ որ նոր արտիերներ, որոնք շատ մեծ վնաս են հասցնում Իսրայելին։ Прежде всего Хотим выразить Ռուսաստանի դիրքորոշումն ու դիրքավորումը Իրանի դեմ պատերազմում, ըստ փորձագետների, կարելի է նկարագրել որպես Իրանին աջակցող, բայց զգուշավոր եւ անուղղակի, ոչ թե բացահայտ պատերազմական։ Ռուսաստանը ՄԱԿ-ում համագործակցում է Չինաստանի հետ, քննադատելու արևմուտքի հարվածները եւ քաղաքականապես պաշտպանելու Իրանին։ Ռուսաստանը հաճախ է հրաժարվում աջակցել Իրանի դեմ բանաձևերին։ Ռուսաստանն ըստ էության մնում է համաշխարհային էսկալացիայի տանող մակարդակից ցածր դիրքում։ Ռուսաստան դիրքորոշումը միանշանակ է, որ պատերազմը պետք է դադարի, պետք է ագրեսիան Իրանի դեմ դադարեցվի, դրա մասին Ռուսաստանի արտգործնախարարությունն է մի քանի անգամ հարցազրույցներում տվել, նախագահն է տվել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի տարածքին ռազմական հարվածների եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում։ Կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության եւ անվտանգության խաթարմանը հակազդելու համար։ Այլ է Չինաստանի դիվանագիտությունը։ Այդ երկիրը արտաքին գործերի նախարարի մակարդակով հայտարարեց, որ իրենց համար անընդունելի է պետությունների, տվյալ դեպքում Իրանի տարածքային ամբողջականությունը խախտելը։ Նա արևմուտքի նման ասենց արտգործնախարարությունը չի կանգնում եւ գորգորալով հայտարարում, որ պետք է ամջապես դադարեցնել եւ այլն։ Նա շատ հանգիստ դուրս է գալիս եւ մի 2-3 օր առաջ Չինաստանի արտգործնախարարության մամլոխոսնակ ասաց, պետք է պահպանվի երկրների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն։ CNN-ը տեղեկացնում է, թե Իրանը զորքեր է տեղակայել Խարկ կղզում, տեղադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, ականներ։ Իրանը նախապատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը։ Թեհրանի համար կենսականորեն կարևոր տնտեսական ուղի հանդիսացող այս փոքրիկ կղզու միջով է անցնում երկրի նավթի արտահանման 90%-ը։ Իդեպ այդ կղզու գրավմանը, ըստ իրանական հետախուզական տվյալների, կարող է մասնակցություն ունենան Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան։ Թշնամու բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո, եթե նրանք թեկուզ մեկ քայլ առաջ գան, այդ տարածաշրջանային երկրի ամբողջ կենսական ենթակառուցվածքները առանց սահմանափակման կդառնան անխնա հարվածների թիրախ։
Ադրբեջանը կհարվածի Սաուդյան Արաբիայի եւ Էմիրատների էներգո համակարգին եւ ջրելու խմելու համակարգին։ Կսրբի Էմիրատների տարածքը կհավասարացնի գետին։ Եվ Հզբոլա շարժումը հարվածել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող Պաշտպանության նախարարության կենտրոնակայանին։ Իրանական գործակալությունը հայտնում է, որ խոցվել են նաև իսրայելական ռազմական հետախուզության հետ կապ ունեցող օբյեկտները։ Երկրի հյուսիսում գտնվող Մարգալիոտ քաղաքի ղեկավարը կառավարությանն ու զինվորականներին մեղադրել է տեղի բնակիչներին բախտի քմահաճույքին թողնելու մեջ։ Կամ ասեք, որ չեք կարողանում գլուխ հանել այս ամենից եւ թողեք մեզ, կամ արեք այն, ինչ անհրաժեշտ է։ Դուք քանդեցիք Միզգավ ավը, ոչնչացրիք Թեշուբան, Գադերը։ גמרתם את קריית שמונה, גמרתם את יישובי הגדר, גמרתם הכל! The Wall Street Journal-ի հրապարակումների համաձայն Դոնալդ Թրամփն իր համակիրներին հայտարարել է, թե կցանկանար խուսափել Իրանի հետ ձգձգվող պատերազմից եւ ավարտել այն առաջիկա շաբաթների ընթացքում մինչեւ մայիսի 14-ից 15-ը նախատեսված Թրամփի եւ Չինաստանի ղեկավար Սի Ցինպինի հանդիպումը։ Թրամփը սակայն չի ցանկանում պարտվողի դիրքերից հանդիպել իր երկրի համար երբեմնի քաղաքական եւ տնտեսական հակառակորդ Չինաստանի առաջնորդի հետ։ Այս օրերին հազարավոր ագրավներ են թռչում Թել Ավիվի վրայով, հայտնվում տարբեր քաղաքների փողոցներում։ Իսրայելում շատերը սարսափած են։ Պատմականորեն ագրավները խորհրդանշում են մահ եւ պատերազմ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թեհրանը պետք է ավելի լուրջ վերաբերվի հակամարտությունը ավարտելու վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկին, հակառակ դեպքում Իրանը ստիպված կլինի առերեսվել լուրջ հետևանքների, նախագահ Թրամփն է հայտարարել։ Truth Social հարթակում նա գրել է, թե Իրանը մի կողմից համաձայնագիր է ցանկանում, մյուս կողմից հրապարակայնորեն հայտարարում է, թե բանակցություններ չեն ընթանում։ Նրա կարծիքով իրանցի բանակցողները տարբեր են եւ տարօրինակ։ Թրամփը կոնգրեսում հանրապետականների հետ ընթրիքի ժամանակ պնդել է, թե չնայած պաշտոնական հերքումներին Թեհրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին։ Նրա խոսքով իրանցի բանակցողները պարզապես վախենում են, որ իրենց սեփական ժողովուրդը կարող է սպանել։ Իրանը ամերիկյան բանակցությունների մասին որոշակի մանրամասներ է հաղորդել Պակիստանի արտգործնախարար Իսահակ Դարը։ Լրատվամիջոցներում հայտնված անհիմն ենթադրությունները ցրելու համար նա X-ի իր էջում գրել է, որ իրականում Ամերիկա-Իրանյան անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով։ Նախարարը պարզաբանել է, որ Վաշինգտոնը Իսլամաբադի միջոցով Թեհրանին է փոխանցել 15 կետից բաղկացած պլան, որը ներկայում քննարկվում է Իրանում։ Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իրանը միջնորդների միջոցով ուղարկել է Միացյալ Նահանգների առաջարկած 15 կետերի պատասխանը։ Ըստ 19 գործակալության Իրանը պահանջել է, որ թշնամու ագրեսիան դադարեցվի, ստեղծվեն պատերազմը չկրկնվելու օբյեկտիվ պայմաններ, վնասների փոխհատուցում լինի, Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության իրականացումը լինի Իրանի օրինական իրավունքը։ Վերադառնանք Հայաստան, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով խաղաղության օրակարգին հայտնել է, թե 2020 թվականից առաջ Հայաստանը ոչ թե խաղաղություն է ունեցել, այլ սառեցված պատերազմ, պատերազմի հետաձգում Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ զարգացման հաշվին։ Գործադիրի ղեկավարը հայտնել է, թե ներկայիս իշխանությունները Հայաստանի նավը հասցրել են խաղաղության հանգրվանի եւ ըստ նրա, երբ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղ վերադարձի օրակարգի մասին, դա չի թողնում, որ մարդիկ խաղաղվեն, տնավորվեն։ Այսինքն անցնել մշտական բնակության ռեժիմի։ Հակառակ դեպքում, որ մեր տարածաշրջանում այդ վերադարձի օրակարգերի բաները այդ թափանիվը պատտեցինք, կներեք տարածաշրջանից մեծ կտորը ականջնա մնալու։ Ու այդ process-ի մեջ գիտենք սովորաբար ով է ամենաշատը դուժողը ելնում։ Այդտեղ մեծ հանելուկ եւ բան չկա։ Մեծ հանելուկ չկա։ Մենք խոսում ենք խաղաղության խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ հոգեբանական մակարդակում է, մենք պետքա խաղաղվենք։ Հակառակ դեպքում չենք գտնի խաղաղությունը, ավելի ճիշտ կկորցնենք խաղաղությունը։ Հայաստանի ՄԻԲ գրասենյակը Բաքվում գտնվող հայ գերիների վիճակի վերաբերյալ մտահոգիչ դիմումներ է ստանում նրանց ընտանիքներից եւ իրավապաշտպաններից, լրատվամիջոցներին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա ասել է, որ իրենց խնդիրը ոչ միայն ազատությունից զրկված անձանց իրավունքները պաշտպանելն է, այլև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը։ Հարցին, թե արդյոք նա կապ հաստատել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, որին վերջերս հրապարակավ դիմել էր Ռուբեն Վարդանյանը, Մանասյանը պատասխանել է, թե առաջնորդվում է մի վնասի սկզբունքով։
Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը կրկին խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինարարության մասին։ Աբդուլ Քադիր Ուրալօղլուն պատմել է, որ ադրբեջանական կողմում աշխատանքը մոտենում է ավարտին։ Նրա խոսքով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Նրա կարծիք է հայտնել, թե մոտ ժամանակներս դրանք կսկսվեն առանց լուրջ չափահումների։ Նախիջևանյան կողմում կա 180 կիլոմետր երկարությամբ հատված, դրա մի մասը կվերանորոգվի, մի մասը կկառուցվի։ Թուրքական կողմում 224 կիլոմետր երկարությամբ հատվածում շինարարական աշխատանքները արդեն սկսվել են, հայտարարել են նախարարը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ովքեր են հակակոռուպցիոնի թիրախում եւ ով կամ ինչն է կաշկանդում, որ ընտրողաբար գործեր չհարուցվեն, բուռն քննարկում խորհրդարանում կոռուպցիայի հանձնաժողովի անդամի ընտրությանը։ Ինչ է անում Հայաստանը թվային տվյալների անվտանգությունը ապահովելու համար, երբ մերձավոր Արևելքում պատերազմ է։ Վերադարձի ենթակա չէ գրառում, որ խախտում է սպառողի իրավունքները, ինչպես հարկային դաշտ բերել օնլայն շոպերը եւ պաշտպանել սպառողներին։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Կոռուպցիայի դեմ պայքարը ինչ արդյունք է գրանցել միջազգային սանդղակում հետընթաց ունենք։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը խորհրդարանում բուռն քննարկման է վերածվել։ Արդյոք հանձնաժողովը անկաշկանդ է աշխատում, ընդդիմադիրների կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը ընտրողաբար է տարվում, ըստ քաղաքական նպատակահարմարության։ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթիվ միջազգային սանդղակում նախորդ տարի զբաղեցրել է 65-րդ տեղը, հավաքելով 46 միավոր, 1 միավոր պակաս, քան 24-ին էր։ Կառավարությունը պլանավորում էր, որ մեր ցուցանիշը 25-ին պետք է լինի 55 միավորի սահմաններում։ Այսինքն հենց այս միավորներն են ցույց տալիս, թե հանրությունն ընդհանուր առմամբ եւ գործարարները մասնավորապես ինչպես են գնահատում պետության տարբեր կառույցներում կոռուպցիայի տարածման մակարդակը։ Կարճ ասած, կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը Հայաստանի հանրությունն անբավարար է համարում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրելիս խորհրդարանականները նախ հաց են բարձրացնում։ Ունակ է արդյոք այսօր հանձնաժողովն իրապես պայքարել կոռուպցիայի դեմ, անկախ այն բանից, թե ում այն վերագրվում, ներկա թե նախկին պաշտոնյաներին։ Գաղտնիք չէ, որ այդ բարեվարկության հիմնական շահառուն, այդ խնդրի հիմնական շահառուն իշխող ուժն է, եւ այդ ուղղությամբ դուք օրինակ ոնց եք պատկերացնում պայքարը, դուք բավարար կամք եւ վճռականություն ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետին, օրինակ գործ հարուցեք բարեվարկության հետ կապված կամ այլ պաշտոնյաների։ Ինչ վերաբերվում է օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի այլ պաշտոնատար անձանց մասով, եթե չեմ սխալվում, հանձնաժողովը նաև վարկագծի հետ կապված հարցերով ունի նաև եզրակացություններ նույն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից վարկագծային հարցերի շուրջ, այլ պաշտոնատար անձանց վարկագծին վերաբերող հարցերի շուրջ։ Ընդդիմադիր падգամավորներն այնուամենայնիվ բարձրաձայնում են իրենց մտահոգություններն այս առնչությամբ։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է ընտրողաբար, եւ այդ պայքարի թիրախներն ընտրվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ընդդիմադիրներն օրինակ համարում են, որ որոշ համայնքապետերի նկատմամբ քրեական գործերը տարիներով մնում են արկախված, որպեսզի հետագայում դրանք դառնան լծակ, նրանց ճնշման ենթարկելու եւ ասենք ընտրական պրոցեսներում տվյալ համայնքներում ցանկալի արդյունք ստանալու համար։ Այն գործարարը, որ այդ համարձակությունը ունի քննադատելու իշխանության, հաջորդ իսկ վարքյանին հայտնվում է իշխանության թիրախում եւ սկսվում է, այսպես ասած, հարկային տերորի գործեր կարելու հայտնի մեթոդը։ Բայց այդ երկակի ստանդարտները, որ կիրառվում են, այսինքն յուրայինները հնարավորություն ունեն իրենց բիզնեսը զարգացնելու, ծաղկեցնելու, իսկ ընդդիմադիր բազմաթիվ այդպիսի օրինակներ կան։ Այսինքն ձեզ համար ինչ հենց գալիս են ընդդիմադիր ելույթներին ունենում, ստացվում է դա ինդուլգենցիա է, այսինքն մարդը կարա քրեական, հարկային եւ այլ անցագործություններ կատարի, երկու հատ ընդդիմադիր ելույթ ունենա կամ գա ձեր միտինգներին մասնակցի, հարկային ու մնացած պետական մարմինները իրեն ասեն լավ, դու քանի որ ընդդիմադիր ես, մենք
քեզ մոտիկ չեն գալու։ Պատգամավորները նաև բարձրացրին բանկային համակարգի գերշահույթների հացը։ Այստեղ գրանցված շահույթը 2025-ին 363 միլիարդ դրամ է կազմել։ Սա ահռելի թիվ է եւ ենթադրվում է, որ բանկերը կարող են իրենց թույլ տալ իջեցնել վարկային տոկոսադրույքները։ Սա կհանգեցնի բիզնես հանրույթի էական ակտիվացմանը։ Բացի այդ, COVID-ի պատերազմի եւ տարերային աղետների հետևանքով տոկոսագումարների վճարման հետ կապված խնդիրների պատճառով, ըստ պատգամավորների, այժմ կան բիզնեսմեններ, որոնք կանգնած են սեփականությունը կորցնելու վտանգի առաջ։ Հաշվի առնելով բանկերի գրանցած եւ գրանցվող շահույթը, այս մարդկանց խնդիրը եւս կարելի է շատ արագ լուծել, եթե կառավարությունը այդ հարցում շահագրգիռ լինի։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Մերձավոր Արևելքում պատերազմի այս օրերին Իրանի թվային տեխնոլոգիական կենտրոնների թիրախավորման համատեքստում օրերս անդրադարձել էինք Հայաստանի թվային անվտանգության խնդրին։ Այսօր հարցը բարձրացվել է խորհրդարանում, ինչ է անում Հայաստանը սեփական թվային տվյալների անվտանգությունը ապահովելու համար։ Հարցը արդիական է այն համատեքստում, որ Հայաստանը ծրագրում է օգտվել արևմտյան թվային կենտրոնների ծառայություններից պետական փաստաթղթաշրջանառության պահպանման համար։ Խորհրդարանում մտահոգություն են հայտնել, որ մեր երկրի տեղեկատվական համակարգը անվտանգության տեսանկյունից խոցելի է։ Օրինակ, մեյլերը, նամակները, որոնք անձնական տվյալներ կարող են պարունակել, զգայուն տեղեկատվության համար ըստ էության կվարձակալվեն Հայաստանի Հանրապետության ներսում գտնվող ֆիզիկական ենթակառուցվածքները, իսկ ոչ զգայուն համարվող տեղեկատվության պարագայում մենք ակտիվորեն կիրարկելու ենք, օգտագործելու ենք ամպային տեխնոլոգիաները։ Վերադարձի ենթակա չէ գրառում, որ ոտնահարում է սպառողի իրավունքները, սովորաբար դրանք վերավաճառողներն են մատնանշում, որոնք ապրանքի որակի համար երաշխիք չեն կարող տալ, կամ օնլայն հարթակի շոփերը, որոնց մեծ մասը հարկային դաշտում գրանցված չէ։ Դաշտը կարգավորված չէ, ուստի սպառնալիքի տակ ոչ միայն սպառողի իրավունքներն են, նաև մանուկների առողջությունը, օրինակ անհայտ ծագմամբ անորակ խաղալիքների դեպքում։ Այն ապրանքները կամ հագուստները, որոնք քաղաքացիները գնում են խանութից, հաճախ լինում են այնպիսին, որ վաճառողները չեն արտադրում կամ չեն ներմուծում ինքնուրույն։ Դրանք պարզապես վերավաճառվում են, ահազանգում են մասնագետները։ Այդ երևույթը մեկ բառով կոնտրոֆակտ են անվանում։ Այն վերջին տարիներին լայն տարածում է ստացել։ Մասնագետները ասում են, դրանք պարտադիր ստուգման կարիք ունեն։ Անգամ մանկական խաղալիքները դրանք պետք է ստուգվեն, գործ ունենք տարբեր մարդու առողջությանը եւ կյանքին հնարավոր վնասների հետ։ Մասնագետների խոսքով հեղինակային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում խոցելի ոլորտներից է, եւ թե հայաստանյան արտադրողները, թե միջազգային բրենդները երկրում ունենում են խնդիրներ, քանի որ եղել են դեպքեր, որ արտադրվել են նույնատիպ ապրանքներ կամ ներկրումները իրականացվել են այլ երկրներից։ Հայաստանում կա օրինակ X ապրանքի ներկայացությունը, բայց մեկ այլ մարդիկ վաճառող այլ երկրից բերում այդ նույն ապրանքը վաճառում ավելի էժան։ Չինաստանը դրա հետ կապված հարցեր բարձրացրել եւ փորձում են այս տարի հենց էլեկտրոմոբիլների շուկան այդ ձևով կարգավորել։ Օրինակ նախկինում ամենը կարող է Չինաստանից էլեկտրոմոբիլ բերել, հիմա արդեն միայն ներկայացուցիչների միջոցով։ Մասնագետները նկատում են, որ կոնտրոֆակտները առանձին շուկայական հարաբերություններում կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական էֆեկտներ։ Ասում են, օրինակ կա խոշոր պարֆյումերիային պարագաներ ներկրող կազմակերպություն, որը երկար տարիներ զբաղվել է բրենդի տարածմամբ եւ ենթակառուցվածքներ է ստեղծել։ Հիմա սակայն այդ նույն պարագաները քաղաքացիները ավելի էժան են գնում օտարերկրյա պետության խանութի մասնաճյուղից եւ այստեղ ցածր գներով վաճառում։ Այստեղ նաեւ կա սոցիալական էֆեկտի գաղափարը, որ այդ ամենը թույլատրվում է նաեւ նրանով, որ մեր գնորդները կամ սպառողները էժան ապրանքներ ունենան եւ ոչ սպաշտոնական ներկայացուցիչներից համատապար թանկ ապրանքներ։ Սպառը համար մեծ հաշվով էական չի, թե դա պաշտոնական ներկայացուցիչ են դերբերում, թե այլ անձից, բայց օրինակ մի շարք ապրանքներ կա, որ շատ կարևոր է պաշտոնական ներկայացուցիչ դերբերը, քանի որ այդ վաճառքային սպասարկման անհրաժեշտություն առաջանում։ Մասնագետների պնդմամբ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի տեղական արտադրությունը դառնա մրցունակ օնլայն հարթակներում վաճառվող ապրանքների հետ։ Փաստաբանները նշում են, որ Հայաստանը միացել է կոնտրոֆակտ արտադրանքի արտադրությանը եւ տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին, որի շրջանակներում ներպետական օրենսդրության մակարդակով պարտավորվել է ձեռնարկել միջոցներ ուղղված մտավոր սեփականության եւ իրավունքների իրավական պահպանությանը եւ պաշտպանությանը։ Ընդհանուր նախատեսվել է նաեւ վարչական
քաղաքական, քրեական պատասխանատվություն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության նորմերը խախտելու համար, որոնք օրինակ արտահայտվում են տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ընդհանուր միջև ազատազրկման, այսպիսի միջոցառումների համատեքստում ասել, որ կոնտրաֆակտ ապրանքները Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից դուրս են, սխալ կլինի։ Կոնտրոֆակտ ապրանքների տարածումը շարունակում է մնալ բազմաշերտ խնդիր, մի կողմից ապահովելով ավելի մատչելի գներ սպառողների համար, մյուս կողմից առաջացնելով լուրջ ռիսկեր, կապված որակի, անվտանգության եւ մտավոր սեփականության իրավունքների խախտումների հետ։ Մասնագետները շեշտում են, որ խնդրի արդյունավետ լուծումը հնարավոր է միայն համակարգային մոտեցման դեպքում, պետության վերահսկողական գործիքների ուժեղացման, օրենսդրական մեխանիզմների կիրառման եւ հասարակության իրազեկման միջոցով։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ովքեր են տարվա լավագույն երգիչն ու երգչուհին, որն է լավագույն երգը, որ սրտեր է գրավել, Երևանը սպասում է Խազեր մրցանակաբաշխությանը։ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը 20 տարեկան է, հոբելենական գալահամերգը ապրիլին չինացի վիրտուոզ դաշնակահար Լանգ-Լանգի մասնակցությամբ։ Մեթեոաշխարհ առաջիկա 2 օրերին գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի կենտրոնում։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Այս կիրակի Երևանում երաժշտական հրավառություն է սպասվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Խազեր ամենամյա մրցանակաբաշխությունը։ Հայտնի են դառնալու տարվա լավագույն երգիչն ու երգչուհին, լավագույն երգն ու երաժշտական նախագիծը եւ ոչ միայն։ Տարվա երաժշտական գլխավոր շոուին կարող եք հետևել նաեւ Արմենիայի ուղիղ եթերում։ 18 անվանակարգ լավագույն փոփ երգչից մինչև երաժշտական նախագիծ 54 նոմինանտ։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի Խազեր մրցանակաբաշխությանը հաշված օրեր են մնացել։ Երաժշտական տոնի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, հերթական խազը թողնելու մեր երկարվեստի պատմության մեջ։ Ինձ համար որպես ռեժիսոր դա ուղղակի մրցանակաբաշխություն չէ, դա ես կարծում եմ մեր երկրի երաժշտական տարեգրությունն է։ Երկրորդ տարին անընդմեջ Խազերը մեր արտիստներին կմեկտեղի մարզահամերգայինի դահլիճում։ Այս անգամ մրցանակաբաշխության ռեժիսորների խոսքով բեմում տեսնելու ենք նոր, ավելի շքեղ շոու։ Մենք տեսնելու ենք մեծ կոմպոզիտորների, մեծ արտիստների տրիբյուտներ։ Մենք տեսնելու ենք նախորդ տարվա հաղթող արտիստների մեծ ու մասշտաբային ելույթներ։ Մենք կունենանք իհարկե բազմաժանրություն բեմում եւ կունենանք իհարկե կրկին հետաքրքիր հյուրեր ու կրկին հետաքրքիր ձևաչափ։ Մեզ համար շատ կարևոր է, որ ունկնդիրը դիտելով մրցանակաբաշխությունը այս տարի ողջևորությամբ սպասի մյուս տարվա մրցանակաբաշխությանը։ Երբ հրապարակվեցին անվանակարգերում առաջադրված եռյակները, մի շարք արտիստներ հայտարարեցին, թե հրաժարվում են իրենց մասնակցությունից, դրա համար ներկայացնելով տարբեր պատճառներ եւ հիմնավորումներ։ Չի խանգարում ինստիտուցիոնալ, չի խանգարելու Խազեր մրցանակաբաշխությանը առաջ գնալ, որովհետև դա այն համակարգն է, որը կոչված է տվյալ երկրի, տվյալ ասպարեզը համախմբելու եւ տոն դարձնելու։ Այդ տոնին ոչինչ փաստորեն իմացեք չի խանգարելու եւ տեղի ունենալու մրցանակաբաշխություն անկախ որ մեր շատ սիրելի ու շատ տաղանդավոր արտիստներից մի քանիսը ասացին որ չեն ուզում մասնակցել։ Երաժշտական հրավառության օրն անփոփոխ է մարտի 29-ը։ Իդեպ երկարվեստի երկրպագուները Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի Խազեր մրցանակաբաշխությունը հնարավորություն կունենան դիտել Armenia TV-ի ուղիղ եթերում։ Էդուարդ Պողոսյան, Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Անսահման աշխատասիրություն, նվիրում գործին և երիտասարդ սերնդին, պատմաբան մատենագետ Տիգրան Պետրոսյանցի 75-ամյա Հոբելյանն է նշել մանկավարժական համալսարանում։ Հոբելյանը նշանավորվել է Գագիկ երկրորդ պատմավեպիչ շնորհանդեսով։ Հանդիսավոր մթնոլորտ էր մանկավարժական համալսարանում։ Պատմաբան մատենագետ Տիգրան Պետրոսյանցի ծննդյան 75-ամյակն է եւ նրա նոր Գագիկ երկրորդ պատմավեպի շնորհանդեսը։ Հոբելյարին շնորհավորելու են եկել ընկերները, գործընկերները, մտերիմներն ու հարազատները։ Միջոցառումը միավորել էր տարբեր սերունդների ներկայացուցիչների, ովքեր տարիներ շարունակ հեղինակին ճանաչում են որպես նվիրված գիտնական, մանկավարժ եւ մշակութային գործիչ։ Տիգրան Պետրոսյանցը ոչ միայն արցախյան պատերազմի վետերան է, այլև ավելի քան 60 մատենագետ եւ պատմական աշխատությունների, ինչպես նաև պատմավեպերի հեղինակ։ Գագիկ Թագավորի 1045-ից 1079 թվի կյանքը վերածեցի վեպի։
եւ իմ համար գործունեությունը շարունակում է, սա դաշտ է։ Կոլեգաները իրենց ելույթներում առանձնացնում են հատկապես նրա անձնական եւ մասնագիտական բարձր արժեքները, հիշատակում համատեղ անցած ուղին, նաեւ նրա անսպառ աշխատասիրության, գիտելիքի հանդեպ նվիրումի եւ երիտասարդ սերնդին փոխանցած արժեքների մասին։ Առավել շատ ուրախությունս նրանում էր, որ Տիգրան իմ ընկերը Տիգրանի մամաջողացին Տիգրան Պետրոսյանցը այդ ընկերակցության Նիգավարանի ոգիներ ու միտքը։ Իսկ Գագիկ երկրորդ պատմավեպի շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, նշելով, որ այն ոչ միայն պատմական կերպարի մասին է, այլ նաև ազգային ինքնության, պետականության եւ պատմության կարեւորության մասին խորհելու փորձ է։ Ըստ նրա գիրքը կոչված է վերարժևորելու անցյալի դասերը եւ դրանք կապելու ներկայի հետ։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։ 20-ամյա Հոբելյան նետոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որ ոչ միայն տեղացի, նաև եվրոպացի քմահաչ հանդիսատեսի սիրտն է գրավել։ Հոբելյանի նվիրված ասուլիսում գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տարին ամփոփելիս տպավորիչ թվեր է հնչեցրել, նաև առաջիկա ծրագրեր է գաղտնազերծել։ Ապրիլի կեսին սիմֆոնիկի հոբելենական գալահամերգն է չինացի վիրտուոզ երաժիշտ Լանգ Լանգի մասնակցությամբ, որին ձմեռային օլիմպիական խաղերի բացումն էր վստահված։ Պետական սիմֆոնիկը նախորդ տարի 133 անգամ բեմ է բարձրացել, 65 համերգ մայրաքաղաքում են ունեցել, 15 մարզերում, եւս 53-ը մեր երկրի սահմաններից դուրս։ Եվրոպայի լավագույն նվագախմբերը կարծես թե զարմանում են։ Եվ հենց եվրոպական զարմանքը պետական սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար կարևոր ձեռքբերումների շարքից է։ Գործունեության երկրորդ տասնամյակի շեմը հատող նվագախումբն այսօր արդեն մայստրոյի համոզմամբ տարածաշրջանում օրակարգ է թելադրում նաև ժանրային ոչ։ 2012-ին մենք հստակ շատ պահանջ դրեցինք ինքներս մեր առջև, որ մենք պետք է կարողանանք ոչ թե ինտեգրել եւ ցույց տալ արդեն դասական երաժշտության ունկնդրին, որ կա նաեւ նոր ուժ, նոր նվագախումբ, այլ մենք պետք է ձևավորենք նոր ունկնդիր, որովհետեւ երիտասարդ ունկնդիրը շատ ագրեսիվ, շատ արագ արձագանքող ունկնդիր է։ Սիմֆոնիկ Williams, Jackson, Musical Folk այս նախագծերը նվագախմբի հոբելյանական 20-րդ համերգաշրջանում հենց երիտասարդներին են դահլիճ բերել, սիմֆոնիկ ուսումնասիրություններով մեծ ազդեցություն թողնելով հանդիսատեսին նոր սերնդի վրա։ Կարողացանք հասնել մեր նպատակներին ունենալով երիտասարդ ունկնդիր, որոնք համերգասրահում 60% էին կազմում, որը մեր համար իսկապես շատ մեծ ձեռքբերում է եւ այն մթնոլորտը, որոնցում անցկացվում են դասական երաժշտության համերգները եւ երիտասարդ հանդիսատեսի տեսակարար կշիռը, որը օրեցօր բարձրանում է մեր համերգասրահներում, իդեպ պետք է նշեմ, որ Հայաստանը առանձնանում է մյուս բոլոր այն երկրներից, որ մենք իսկապես ունենք մեծ տեսակարար կշիռ երիտասարդների։ Ընդ որում պետական սիմֆոնիկի տնօրենի խոսքով այսքան երիտասարդ չես տեսնի նույնիսկ եվրոպական եւ ամերիկյան դահլիճներում, ել չասենք դպրոցահասակների, որ ազգային սիմֆոնիկի նոտաները գոնե մեկ անգամ պարտադիր ունկնդրում են, դասը համերգասրահ տեղափոխելով։ Այս ծրագրի ակտիվությունն առաջիկա տարվա ընթացքում առավել նկատելի կլինի մարզերում, կունենան նաեւ նորություններ։ Հետո պահում ենք կապը երիտասարդների հետ, նրանց հրավիրելով նոր համերգների եւ դարձնելով մեր մշտական ունկնդիրը։ Սիմֆոնիկի մարզային հյուրախաղերին առանցքային կարևորություն են տալիս մշակույթի գերատեսչությունում։ Պատասխանատու փոխնախարարն առանձնացնում է նաեւ ժամանակակից կոմպոզիտորների մեղեդին մեկնաբանելու նվագախմբի հանձնառությունը։ Մենք ամրապնդում ենք մեր դիրքերը ընդհանուր առմամբ թե Հայաստանում, մեր կատարողական արվեստի ասպարեզում, թե արտասահմանյան երկրներում։ Հոբելյանական 20-րդ համերգաշրջանում ի դեպ Հայաստանի սիմֆոնիկը կհյուրընկալի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգին։ Երաժիշտը ոչ միայն առաջին անգամ մեր երկրում է լինելու, այլև տարածաշրջանում թույլ է տվել անգամ համերգը տեսաձայնագրել, եւ սա եւս բացառիկ նվաճում են համարում մեր սիմֆոնիկում, մինչեւ այդ դեռ շատ գործ կա անելու։ Լրագրողների հետ շփումն ավարտում են, ուղղություն բռնում դեպի Գյումրի, դրամատիկականում Մանսուրյանի մեղեդին են հնչեցնելու, հանդիսատեսը սպասում է։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Կանազ մշակույթի տանջի գործող շինությունում խոշոր հրդեհի հետևանքով շենքի ճակատային հատվածը չի տուժել այլվել եւ վնասվել է տանիքն ու ներքին հարդարանքը։ Եվ այսօր խուզարկություններ են եղել Երևանում, ձերբակալություններ Վանաձորում։ Օրվա այս եւ մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։
44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունիսը։ Կառավարությունից հիշեցնում են, որ այս աջակցությունը շարունակվում է ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել։ Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրման ժամկետը սահմանել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը իրականացնել 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Հայաստանում տարեցների եւ երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն։ Որոշման նպատակը վարչական կառավարման արդյունավետության բարձրացումը, ֆինանսական ռեսուրսների օպտիմալ օգտագործումը ու կառավարման գործընթացների պարզեցումն է։ Կառավարության այսօրվա որոշումով այս վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը եւ կզարգացնի կառավարման արդյունավետությունը։ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձինք են ձերբակալվել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Իսկ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում վաղ առավոտից խոզարկություններ են եղել։ Քննչական կոմիտեից փոխանցում են, որ քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողություններ են իրականացվում քրեական վարույթների շրջանակում։ Ներքին գործերի նախարարությունից էլ տեղեկացնում են, որ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք զինամթերք եւ կան ձերբակալվածներ։ Ազատության պողոտայում կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է համալիր փորձաքննություն։ Կանազի շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու մտադրություն։ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարն է ասել, անդրադառնալով խոսակցություններին, որ մտադրություն կա շենքը վերածելու հյուրանոցի կամ տեղում բազմաբնակարան համալիր կառուցելու։ Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիա Փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։ Գործադիրի որոշումով նախատեսում են կյանքի կոչել Հայֆիլմի վերագործարկման ծրագիրը որպես ռազմավարության եւ քաղաքականության իրականացման հիմնական գործիք, միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարիրեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ու Նիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի ակտիվ ցիկլոնի կենտրոնում։ Սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում ձյուն։ Առաջիկա 2 օրերին ջերմաստիճանը կնվազի մոտ 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 9 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 10-ից 13, Լոռիում 7-ից 10, Տավուշում 10-ից 12 աստիճան, Հարհրատում, Արմավիրում կդիտվի 10-ից 14, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 13-ից 16, Սյունիքի նախալեռներում 8-ից 12 աստիճան, Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 8-ից 10, ցերեկը 10-ից 12, երեկոյան 8-ից 10 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։